Հայաստան-ադրբեջանական բենզին է ներկրել երկու ընկերություն։ Առաջինը Մեգաթրեյդն է, որը շահագործում է Ռանոյլ բենզալցակայանների ցանցը։ Երկրորդը Շիշա World ընկերությունն է, որի գործունեության ոլորտը սակայն պեկում գրանցված է ոչ թե վարելիքի վաճառք կամ ներկրում, այլ ծխախոտային արտադրատեսակների արտադրություն։ Առաջին խմբականակով 1300 տոննա ադրբեջանական բենզին է ներկրվել Հայաստան։ Ովքեր են այն գործարարները, որոնք շտապել են առաջին առևտրային հարաբերություններ ձևավորել Ադրբեջանի հետ։ Շիշա World ընկերությունը փոխկապակցված է գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ Ընկերության 100% սեփականատերը գործարարի կնոջ Շողերինա Մկրտչյանի եղբոր 24-ամյա որդին է։ Հատկանշական է, որ հենց Սամվել Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն էր գնել նաև Ադրբեջանի տարածքով ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ ներկրված ռուսական ցորենը։ Թե որ բենզալցակայաններում է վաճառելու ադրբեջանական բենզինը Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունը եւ ինչ գնով դեռևս հայտնի չէ։ Ընկերության հետ կապ հաստատել չստացվեց։ Իսկ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված հասցեում չբնակեցված առանձնատուն էր։ Ադրբեջանական բենզին ներկրած մյուս Մեգաթրեյդ ընկերությունը պատկանում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Ընկերության տնօրենը Կարեն Հայրյանը մեծ զրույցում նշեց, որ 600 տոննա ադրբեջանական ծագման բենզին են ներկրել վարելիքի մեծածախ վերավաճառքով զբաղվող թրեյդինգային ընկերությունից։ Հայրյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի, քանի որ կոմերցիոն առաջարկը հարմար է եղել։ Թե ինչպես է ստացվել, որ հենց Սամվել Ալեքսանյանի եւ Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված ընկերություններն են պայմանագիր կնքել եւ ադրբեջանական բենզին ներկրել, ինչպես է այս ընտրությունը կատարվել, հայտնի չէ։ Ռանոյլ բենզալցակայանների ցանցում ադրբեջանական բենզինն արդեն վաճառվում է բավականին ցածր 430 դրամ արժեքով։ Էկոնոմիկայի նախարարն արդեն հասցրել է հայտարարել ադրբեջանական բենզինի գինն աննախադեպ է Հայաստանում։ Ադրբեջանից եկած բենզինը ըստ էության վաճառվելու է, դա պրեմիում բենզին է, 430 դրամ, իսկ այդպիսի բենզինը սովորաբար մեր երկրում 500-520 դրամ է եղել դրա գինը, այսինքն մինչև 90 դրամ ավելի ցածր գնով է վաճառվելու։ Պապոյանը սակայն չի խոսում այն մասին, որ շուկայում անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում։ Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները թեև հրապարակային խոսել չցանկացան, սակայն մեծ զրույցում նշեցին, որ իրենց համար անհավասար պայմաններ են ստեղծվում։ Նրանցից շատերը եվրոպական երկրներից կամ Ռուսաստանից են բենզին ներկրում, անհամեմատ ավելի թանկ արժեքով եւ չեն կարող ադրբեջանական բենզինի գնին համարժեք գին սահմանել։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նույնպես նշում է անհավասար պայմաններ են ստեղծվում շուկայում։ Անհավասար մրցակցային հարաբերություններ են ստեղծվում եւ խոսքը վերաբերում է ոչ միայն ազատ, այլ նաեւ պետք է ուշադրություն դարձնել արդար առևտրին, գնագոյացմանը։ Իհարկե սա լրիվ ուրիշ թեմա է, ուրիշ խոսակցություն է, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ, որ շատ էլ չի կարելի դրա վրա ֆիքսվել։ Եթե նորմալ պետությունների մեջ նորմալ հարաբերություններ լինեն, ապա դա վատ լուր չի սպառողի համար, բայց այստեղ բազմաթիվ եթեներ կան եւ բազմաթիվ հարցականներ։ Տնտեսագետը թեև Ադրբեջանի հետ մեկնարկած առևտուրը կարևոր քայլ է համարում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում, սակայն չի բացառում, որ որոշ ժամանակ անց բենզինի գինը կարող է փոխվել։ Առաջին հերթին պայմանավորված այն հանգամանքով, որ հաջորդ ներկրման ժամանակ Վրաստանը կարող է տարանցման տուրք պահանջել, ինչը չէր արել առաջին ներկրման ժամանակ։ Նշանակությունը պետք չի գերագնահատել, նախ գնային շատ մեծ տարբերություն չի կարող լինել, որտեղ եթե հիմա նախնականը ավելի ձեռնտու գին սահմանվի, դա շատ խաբուսիկ է, որտեղ շուկան ինքը կարգավորելու է, մրցակցային է շուկան, սա մեկ։ Երկրորդը ընդհանուր առմամբ տեսակարար կշիռը այս պահին ես չեմ ուզում այդպես գնահատական տալ, որովհետև շատ եթեներ կան այդտեղ։ Տնտեսագետը մեկ այլ կարևոր հարցի վրա է ուշադրություն հրավիրում։ Եթե ինչ-որ պահի հայկական ընկերությունները սկսեն բենզին ներկրել միայն Ադրբեջանից, հաշվի առնելով դրա մատչելիությունը, ապա Հայաստանը կախվածության մեջ կհայտնվի Ադրբեջանից։ Ադրբեջանն էլ իրեն հարմար պահի կարող է վարելիքի մատակարարման համար նախապայմաններ առաջադրել։